Լրագրող Հակոբ Կարապետյանը, ով նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն է, իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է իր վրա հարձակման մասին։ Կարապետյանի համոզմամբ դա եղել է իշխանությանը հիմնավոր քննադատելու համար։ Ավետիք Բաբայանը, ով հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, սպառնացել է իրեն հայհոյել քաղաքապետարանի թերի աշխատանքը քննադատելու համար։ Մոտ մի 2 շաբաթ առաջ օգոստոսի վերջին օրերն էին։ Ես կարդացի տեղեկություն այն մասին, լուր մամուլում այն մասին, որ մի քաղաքացու սխալմամբ տուգանել են իբրև թե ուղետոմսը Երևանի տրանսպորտում ուղետոմսը չվճարելու համար եւ քաղաքացին կարողացել էր ապացուցել, որ ինքը տոմս գնել է եւ չեղարկել էր այդ տուգանքը։ Ես դրա մասին գրառում արեցի Facebook-ում, որ խրախուսելով, ողջունելով այդ քաղաքացու հետևողականությունը, որ կարողացել է իր իրավունքներին տեր կանգնել եւ նաեւ քննադատեցի իշխանություններին, որ ոչ կոմպետենտ եւ տգետ գործունեության պատճառով մարդիկ ստիպված են լինում անընդհատ ինչ որ պայքարել եւ ստրես ապրել, էլի։ Նրանից մի քանի ժամ հետո ինձ գրեց Ավետիք Բաբայան անունով ֆեյսբուքյան օգտատերը, միանգամից առանց բարև բայլուսի, ինչպես ասում են, միանգամից շատ կոպիտ եւ վիրավորական արտահայտություններով, իբր տգետը դու ես նախ չհասկացա ինչի մասին է, հետո պատկերացրեցի, որ ասել եմ տգետ պաշտոնյաներ, հավանաբար ինքը իր մասին է մտածել, բացեցի, տեսա, որ քաղաքապետարանի աշխատակից է, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայության պետի ԺՊ-ն եւ էլի համապատասխանաբար կոշտ բառապաշարով նրան հրավիրեցի ավելի բարեկիրթ լինել մարդկանց հետ շփումներում եւ այդպես համարը տու բան եւ այլն իր կողմից ես եւ դա վերաճեց նրա, որ ինքը շատ գրեիք հայհոյանքներ եւ սպառնալիքներ սկսեց հնչեցնել իմ հասցեին, ընտանիքի անդամների եւ այլն եւ այլն։ Եվ բլոկեց ինձ, այսինքն այնքան քաջ անձնավորություն էր, որ կարողացավ հայհոյել on-line հարթակում եւ բլոկել, արգելափակել, որ ես իրեն չկարողանամ պատասխանել։ Ես անմիջապես քանի որ տեսա, որ քաղաքապետարանում է աշխատում, ես էլ եմ նախկինում քաղաքապետարանում աշխատել, ունեմ որոշ ծանոթներ ներկայիս պաշտոնյաների մեջ, հանրային ծառայողների մեջ եւ զանգեցի նրանցից երկուսին եւ տեղեկացրեցի խնդրի մասին, հայտնեցի իմ տարակուսանքը, իմ վրթովմունքը եւ խնդրեցի քայլեր ձեռնարկել։ 2 օր անցավ դրանից, ոչ մի տեղեկություն նրանցից չստացա, այսինքն պատասխան թե ինչ որ բան արվել է, պարզել ենք Հակոբ ջան, գիտեք, լավ ա եղել, վատ ա եղել, ճիշտ եք ասում, սուտ եք ասում եւ այլն, կամ պատժել ենք, թյուրիմացություն ա եղել, ներողություն, ոչ մի այդպիսի մեկնաբանություն։ Եվ ես ստիպված, քանի որ վիրավորանքը բնականաբար չէի կարողանում մարսել, ես գտա այդ մարդու քաղաքային աշխատանքային հեռախոսահամարը, զանգեցի գործավարին, խնդրեցի, որ հետ զանգի, փոխանցեցի կոնտակտը, նա հետ զանգեց եւ էլի նույն տոնայնությամբ, նույն բառապաշարով, նույն սպառնալիքներով տեղը տասա կգամ, ես կանեմ, են կանեմ եւ այլն եւ այլն։ Ես անկեղծ ասած իր բառապաշարին համապատասխան բառապաշարով բավական տևական ժամանակ պատասխանեցի նրան, այդ թվում նաեւ կրկին ասելով, որ նրա նման մարդը ընդհանրապես հանրային ծառայությունից պետք է հեռու լինի եւ առավել եւս հասարակական կարգի պահպանությունը եւ նա իրարամերժ բաներ են, ընդհանրապես հասարակական կարգը պահողները իրենից են պահում այդ հասարակական կարգը եւ այդպես զրույցը ավարտվեց, ես դրանով համարում եի, որ միջադեպը սպառված է եւ 2 շաբաթ հետո, փաստորեն նախորդ ուրբաթ օրը երեկոյան աշխատանքից դուրս գալուց ինձ վրա հարձակվեց դիմակավորված մեկը եւ սկսեց հարվածներ հասցնել, փորձեցի իհարկե պաշտպանվել, բայց այդ անսպասելիության էֆեկտից, մթությունից որոշ վնասվածքներ ստացա ամեն դեպքում, չկարողացա պաշտպանվել, փորձում էի դիմակը պոկել, տեսնելով, ոչ մի բառ չէր ասել։
եւ իհարկե արունահոսություն, այդպես մի շարք վնասվածքներ, իհարկե նույն օրը դիմեցի իրավապահ մարմիններին, քրեական վարույթ հարուցվեց եւ ես համոզված եմ, այդ օրն էի կասկածներ ունեի, հիմնավոր կասկածներ ունեի եւ արդեն այս մի քանի օրերի ընթացքում առավել քան համոզված եմ, որ Ավետ Բաբայանի հետ խոսակցությունը եւ այդ իմ դեմ կատարված հարձակումը անմիջականորեն կապ ունեն, այսինքն պատճառը հետևանքային կապ ունեն իրար հետ։ Պարոն Կարապետյան, ինչ ազդակ է սա լրագրողական համայնքի եւ հանրության համար։ Արդյոք սա դիտարկում եք որպես սպառնալիք խոսքի ազատությանը։ Ես անշուշտ այն ինչ որ կատարվել է, այդ ամբողջ պատմությունը, ես չեմ համարում այդպես բացառիկ երևույթ, դա հետևանքն է, դա արձագանքն է այն անհանդուրժողականության խոսքի լրագրողների դեմ անհարկի, անտեղի, անպատճառաբանված մեղադրանքների, որ հնչում են քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչների ամենաբարձրաստիճաններից սկսած, հենց նույն Տիգրան Ավինյանը, չգիտեմ, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մի շարք նախագահներ, падգամավորներ շատ հաճախ ընդհանրական ձևակերպումներով անհարկի մեղադրանքներ են հնչեցնում լրագրողական հանրության հասցեին, ինչն էլ վստահաբար իր էֆեկտը ունենում է եւ հավանաբար որոշ մարդիկ մտածում են, թե լրագրողների հետ կարելի է խոսել այդ տոնայնությամբ եւ անպատիժ մնալ։ Ունեք կոնկրետ պահանջներ իրավապահ մարմիններից, քաղաքական ղեկավարությունից կամ քաղաքապետարանից։ Տեսեք, ինչպես ասացի, առաջին իսկ օրը դիմել եմ իրավապահ մարմիններին, անմիջապես քրեական վարույթ է հարուցվել եւ այս մի քանի օրերի ընթացքում պետք է ասեմ, որ որևէ այդպես հիմք չունեմ մտածելու, որ իրավապահները իրենց աշխատանքը վատ են կատարում։ Իհարկե հավանական եմ համարում ինչ-որ քաղաքական ճնշումներ կամ այլևայլ, ոչ միայն քաղաքական, այլևայլ հանգամանքներ, որոնք կարող են դանդաղեցնել քննության ընթացքը կամ խոչընդոտել քննության ընթացքին, հուսով եմ, որ այդպես չի լինի։ Ամենայն դեպս ես հանրային արձագանքը եւ նաեւ լրագրողական, հատկապես լրագրողական հանրության անվերապահ աջակցությունը, քաղաքացիական հասարակության աջակցությունը կարծում եմ շատ կարևոր դեր են խաղում, որպեսզի իշխանությունները, թվում իրավապահ իշխանությունները մտքներով չանցկացնեն, որ կարելի է գործը կոծկել։ Քաղաքական իշխանություններից ակնկալիքը, գիտեք, իմ ակնկալիքը, ինչպես պատմեցի ձեզ, առաջին օրն էր ակնկալիքը, որ ասեցի, ես ինչա կատարվում, ոնց կարող է խուժանի վարքագծով մարդը այնպիսի կարևոր ծառայության ղեկավար լինի եւ ակնկալում էի, որ դրան համապատասխան ընթացք կտա։ Կոնկրետ ասեմ, այդ մարդուն թևից կբռնեն եւ իր կաբինետից դուրս կշպրտեն իր խուժանական վարքի համար։ Այդ ակնկալիքը չարդարացավ այդ օրը, ինչն էլ իմ համոզմամբ հանգեցրեց այդ ֆիզիկական բռնության դեպքին։ Ներկայումս իմ ակնկալիքը բացառապես քաղաքացիական հասարակությունից է եւ նաեւ լրագրողական հանրությունից է։ Քաղաքական իշխանությունը օգտագործելու է ցանկացած առիթ եւ ցանկացած հնարավորություն իր դիրքերը ամուր պահելու համար եւ միայն քաղաքացիների ճնշման արդյունքում է, որ կարող է տեղի տալ եւ ինչի ապացույցն էլ մենք այսօր տեսանք, ինչպես գիտեք, արդեն տեղեկություն եղավ, որ այդ անձնավորությանը ուղարկել են խիստ նկատողություն են տվել եւ ուղարկել են արձակուրդի, ես հուսով եմ նա արձակուրդից չի վերադառնա երբեք եւ ընդհանրապես ոչ միայն քաղաքապետարանում արձակուրդից չի վերադառնա, այլ նաեւ ընդհանրապես հանրային ծառայությունից հեռու կմնա։ Դե իմ ակնկալիքը, ինչպես ասացի, այն է, որ գործը ամբողջությամբ բացահայտվի, ես դրա հետ կապված բավարար, այսինքն այն ինչ տվյալ ես ունեմ, թե կլինի փաստական լուսանկարներ, լուսապատճեններ, ձայնային հաղորդագրություններ եւ հուսով եմ, որ իրավապահները այդ առումով իրենց գործը նորմալ կանեն եւ ամենակարևորը հանրային հնչեղությունը ամենակարևորը է սպային, հա, իհարկե իմ առաջնային խնդիրը իմ անձնական եւ իմ հարազատների անվտանգությունն է,
բայց նաև որպեսի նման դեպքերը չկրկնվեն, որպեսի այս երկրում որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է լրագրողին կամ հանրային գործունեություն ծավալելու բերումով մարդուն նախ թիրախավորել, հայհոյել, կեղտոտ վարքագիծ դրսևորել, հետո էլ մարդ ուղարկել նրան դեմ ֆիզիկական բռնության համար, հա, դա պետք է ի սկզբանե շատ կտրուկ ձևով կանխվի։ Մենք դիմացը ընտրություններ են, չգիտեմ ինչ-որ պրոցեսներ են եւ ես կրկին ասում եմ, հա, այն քամի ցանողը փոթորիկ է հնձում, հա, այն քաղաքական գործիչները, այն իշխանավորները ամենաբարձրաստիճաններից սկսած մինչև երկրորդ, երրորդ օղակի իշխանավորները, որոնք շարունակաբար իրենց քաղաքական նպատակներից ելնելով թիրախավորում են ընդդիմադիր կեցվածքով կամ որակյալ լրատվություն մատուցող լրագրողներին ու լրատվամիջոցներին, նրանք հենց կանաչ լույս են վառում այն մարդկանց առաջ, որոնք մտածում են, որ լրագրողի հետ կարելի է անպատիժ կերպով կոպիտ խոսել կամ ֆիզիկական բռնություն գործադրել նրանց համար։ Այստեղ առաջին, երկրորդ եւ վերջին պատասխանատուն քաղաքական իշխանություններն են։ Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի առաջին հատկանիշով։ Ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, ինչպես նաև հայտնաբերվել է եւ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան։